Հայտնություն, որ Տերը տվեց ինձ այս քանի օրվա մեջ, տարբեր տեղերում լինելով, տարբեր մարդկանց հետ շփվելով, մի բան նկատեցի, մի բան հասկացա, որ հենց մեր եկեղեցու նկատմամբ տարբեր կողմերից, տարբեր եկեղեցիների կողմերից կա որս սկսված։ Մեր ժողովրդի նկատմամբ։ Հա, շատ ուժեղ ձևով զանգում են, փորձում են ցենց բարեհամբույր խոսքերով, բարեհամբույր նպատակներ ներկայացնել եւ գրավել մարդկանց ուշադրությունը, քաշեն դեպի իրանց եւ գիտեք, ես մի բան նկատեցի, որ այդ մարդկանց հետ ես կոնկուրենցիա չեմ կարող իրանց հետ կոնկուրենցիա եղնել, որովհետեւ լսի ես չեմ կարող իրանց հետ կոնկուրենցիա անել, ես չեմ կարող ձևանամ ինչ-որ մեկը, որ ես չեմ շողոքորթեմ ինչ-որ մեկին, ոնց որ քաղցր խոսքեր ասելով, որ մեկին գրավեմ, ու ես առավոտ, երբ որ աղոտ չէի անում, մտածում էի, ասում էի, Տեր, ու կարդում եմ ավետարանը, բայց հոգուս մեջ մտածում եմ, Տեր, ախր այդ մարդիկ, ես իրանց տեսել եմ որպես եղբայրներ, բայց իրանց արածը հիմա եղբայրության գործ չի ընդհանրապես, եղբայրները նման ձևով չեն վարվում, ու ես աղոթում եմ, մտածում եմ, միևնույն ժամանակ ավետարան եմ կարդում, ու եկա հասա այնտեղը, որտեղ Հիսուսն ասեց 10-րդ գլխի Ղուկաս ավետարանի 3-րդ խոսքը, գնացեք, ահա ես ձեզ ուղարկում եմ իբրև գառներ գայլերի մեջ։ Տերը իր աշակերտներին, երբ որ ուղարկում էր ծառայության, ասավ ես ձեզ ուղարկում եմ իբրև գառներ գայլերի մեջ։ Ու անկեղծ ասած, եթե ես ճիշտ խոստովանեմ ձեզ, ես ինձ զգում եմ գառ նման իրավիճակների մեջ։ Ու դա ինձ համար այնքան ցնծություն էր երեք, երբ որ այս խոսքը կարդացի ու ես հասկացա, որ Տերը այս խոսքով ինձ հետ է խոսում, ես այնքան ուրախացա, որ այսինքն ես այն մարդն եմ, որին հենց Տերը ուղարկեց։ Որտեղ նա, որ սկսում է որկի գայլի գործ անել, նա արդեն Տիրոջից չի ուղարկված։ Նա արդեն ուղարկված է իր անձից, իր եսից, կամ ինչ-որ մեկի եսից, ինչ-որ մի բրենդի կողմից։ Դրա համար ես փառք եմ տալի Տիրոջը ու ձեզ ուզում եմ մի բան ցույց տամ։ Աստծո խոսքը մի հատ հետաքրքիր բան ասում։ 14-11 Ղուկաս ավետարանի։ Ճոգիկ չէ, որ երեք Ղուկաս ավետարանն եմ կարդացել։ Որովհետև ամեն ոք, ով իր անձը բարձրացնում է, կխոնարհվի, իսկ ով իր անձը խոնարհեցնում է, կբարձրանա։ Նա, ով որ իր անձը բարձրացնի, կխոնարհվի։ Ու կխոնարհվի ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն է իր դեմ դուրս գալու, այլ ինքը Աստված։ Աստծո խոսքն ասում է, որ Աստված հպարտներին հակառակ։ Նրանք, ովքեր իրանց անձի գործն են առաջ տանում, իրանց ինչ-որ մի բանի անունի գործն են առաջ տանում, ուզում եմ ձեզ ասեմ, կխոնարհվեն։ Բայց նրանք, ովքեր խոնարհվում են, նրանց Տերը կբարձրացնի։ Գիտեք, ես աղոթում եմ ու սպասում եմ, որ մեզ Տերը բարձրացնի։ Չեն ուզում մարդկորեն ինչ-որ մի ձևերով ինչ-որ մի բան բարձրացնենք։ Գիտեք, ես մի քանի շաբաթ առաջ մտածում էի, ասում էի, ինչ անենք, եթե մենք ամեն կիրակի հայտարարենք հացկերույց, որ պետք է պատրաստություն տեսնենք, գանք ստեղ միասին հաց ուտենք, կարծում եմ այդ կիրակիները մենք կլինենք լցված ստեղ։ Որտեղ փորձը դա ցույց է տալի, որ այդ ձևը։ Երբ որ հայտարարվում է, որ մենք նման առիթ ունենք եւ ինչ-որ բան պետք է անենք, քույրերը պետք է պատրաստվեն, այդ օրը ստեղ մենք եղնումավոր ու աթոռներ ընկնդեից անում, որպեսզի բոլորը տեղավորվեն։ Սեղաններ ենք հետո վերում դնում նստում ուտենք։
Մտածում եմ լավ, ուրիշ ինչ անենք, օքեյ, մեկին հրավի ենք, այդ ժամանակ էլ են, չէ՞ մարդիկ գալու։ Այդ ժամանակ էլ են ստեղ մարդիկ հավաքվում։ Մտածում, մեկ էլ հանդիպեցի Ռենհարդ Բոնկերի խոսքերին։ Ասում եմ, եթե եկեղեցում պակասում է Աստծո օծությունը, ներկայությունը, ձեր շատ խորովածներ եւ պեչիններ պետք է պատրաստեք, որ կարողանաք մարդկանց բերեք եկեղեցի։ Դա համար ես իմ սրտում որոշում կայացեցի, խոնարհվել Տիրոջ առջև եւ կանչել Տիրոջը, որ նա մեզ բարձրացնի։ Ոչ թե մենք ինչ որ ձեռնարկենք բաներ, չեմ ասում դա վատ բան է, մենք չենք անելու, մենք անում ենք ժամանակ առ ժամանակ, բայց ասեմ, որ դա երկրորդական մաս պետք է եղի։ Ես մի անգամ որոշեցի, մենք ու դրանից հետո մենք հիմնականում շատ քիչ ենք այդ ձեր բաներ անել, որովհետև ժողովը ստեղ գնում է, ոմանք արդեն ընդեղ սենց խառնվել են իրար, երբ պետք է սեղանները գցվի։ Ժողովը գնում ստեղ, մարդկանց համար աղոթք է գնում։ Բայց մարդիկ արդեն խորովածի մասին են մտածում, չի խորոված էր սարքել։ Դրանից հետո ասում ենք չենք անելու, մեր ծառայության կենտրոնը Քրիստոսն է։ Մենք պետք է մեր հայացքը ուղղենք դեպի Քրիստոսը։ Այո, ամեն, ոչ թե խորոված։ Փառք Հիսուսին։ Ուրեմն կարևորում եմ, որ դուք արթուն լինեք, Հիսուսը իր աշակերտներին ասավ արթուն մնացեք, աղոթք արեք, ու թող ոչ մեկը չկարողանա ձեզ իր շողոքորթող խոսքերով գրավի, շողոքորթող հարաբերությամբ ձեզ կարողանա գրավի։ Գիտեք, այն եկեղեցին, ես ասում եմ ձեզ այն ինչ-որ կա պատմության մեջ, այն եկեղեցին, երբ որ հռչակեց, որ ինքը ամենալավ եկեղեցին է, ինքը մյուս եկեղեցիներից լավն է, ավելի է իրանց մոտ լավը, ուզում եմ ձեզ ասեմ, որ այդ եկեղեցիներին հատնում են ձախողման մեջ։ Ես մի եկեղեցի գիտեմ, որ 90-ական թվականներին բացացավ, ինչքանից եմ իրանց հիմնադրությունը եղավ 93 թվականին, այս վերջերս մի փոքր հոլովակ ընկավ աչքիս մեջ։ Այն ժամանակ 90-ականներին մոտ 20,000 հոգի էր այդ եկեղեցում հավաքվում։ Հիմա այս պահին մոտ 500 հոգի մարդ կա ընդհանրապես։ Որտեղ է 20,000։ Դա եղել է 90-ական թվականներին Ռիգայում։ Բայց այսօր 500 հոգի։ Ու դրանք էլ ընդեղ այդ հովիվներից մեկ կանգնած ասում է, ովքեր կան այստեղ, որ 93 թվականից այստեղ եկեղեցում են։ Ընդեղ մի քանի հոգի ձեռք բարձրացրեցին, այս մարդը կանգնած զարմացել ասում է, բա մնացած ո՞ւր է։ Այնքան լիքը մարդ կար։ Դրա համար մեկ տրվի այդ խաբկանքին, երբ որ մարդիկ ասում են մեր եկեղեցում Աստված հրաշքներ է գործում, մենք փող հնչեցնել չգիտենք։ Եթե այն հրաշքները, որ մեր մեջ են եղել, միշտ եղներ, հիմա հենց փողեր էին հնչանցրել, հենց բաներ էին արել, որ սա աշխարհը դրա մասին իմանար։ Մենք այսօր կարող ենք ասել, Աստված գործում է իր տան մեջ։ Եվ որտեղ 2-3 հոգի հավաքվում են, Տերը այնտեղ ներկա է մարդկանց աղոթքները լսելու եւ պատասխանելու համար։